ես դու միշտ ջերմացնում, երկերի աշխարհ ես մեզ դու նվիրում։ Մանկության
I thank you, Taïetsa, et attends, j'ai élu, Rezagen, Otsahat, Djemeki, nous chavons, Chapeche, Raseve, d'une leçon, une vulgaire. Yer ofe, şuda savarım, nefesi engeliyor, dağılırım. Şuda savarım, nefesi engeliyor, dağılırım. I thank you, Taïetsa, et attends. J'ai élu, Rezagen, Otsahat, Djemeki, nous chavons, Chapeche, Raseve, d'une leçon, une vulgaire, Yer ofe,
տոն է ծնծություն, պայծառ արև ուրախ դեմքեր և ողանջող հնչեղ զանգեր։ Ինչպես ամեն արժեքավոր բան կոսմեր ստուչում չի տղ։ Դրանքներու համար արժեքավորը սովորեր ասացին Ես քո կարկաչուն աղբյուր ելն է, պետք է չառաջեմ աղբյուր նման, ես քո ապիչա փողի մասնից եմ ու քո պաշտպանեմ մինչև վերջ նրան։ Ինչպես մեր նախնյաձորակ քաջերը Երևան կյանքը տվեցին հողին, այնպես է մենք մեր ողջ գիտելիքը պիտի զվերենք մեր հայրենիքին։ Մենք ապրել ենք շատ տարիներ դարեր, տեսել ենք ծավ ու գործություն հազար, բայց որ վարդալի քաջարում ունենք, շնամ ու ձեռքին գերի չենք դառնա։ Thank you.
կորտեն, ու կյանքի բոլոր օրերում գալիք արան երկիրը զոր մարզանում։ Թող այս գալիք ողջ օրերում միայն բարի լինի ձեզ ուղեկից, ու այս փոքրիկ բարդ աշխարհում սեր ստանաք դուք բոլորից։ Սա իմ երկիրն է, չափելով այնպիսին, որ կարող եմ հետս վերցնել, թե մի հեռու տնկենալ, փոքրիկ պես, ձեր ասածում այդ փոքրիկ
Արժանին ոչ թե տարահանդես էր, այլ բոլորս կփաստենք, որ հայրենասիրության մի հզոր դաս էր, որ իր մեջ այնքան շատ ասելիք ուներ, այնքան նվիրական երազանքներ կային սիրելի երեխաներ ձեր ասածների մեջ, այդ ձեր ժպտուն աչիկներում, այդ ձեր թոթովախոս լեզվին, այնքան երեխեք բարեր ասացիք դուք։ Եվ այսպես նստած մտածում եմ, երևի թե քիչ են այն երկրները, ամեն դեպքում բոլոր երկրներում չէ, որ այսպես փոքրիկների միջոցառումների ժամանակ անպայման շոշափվում է խաղաղության թեման։ Դա իրոք մեր համար, մեր հայրենիքի համար շատ կարևոր թեմա է։ Եվ մեր փոքրիկները այն մարդիկ են, այն մեր ապագա սերունդն է, որը պետք է հետո պահի այդ խաղաղությունը, իրականացնի այդ խաղաղությունը։ Նրանք արժանի են ապրելու խաղաղ երկնքին։ Սիրելի ծնողներ, շնորհավորում եմ ձեզ, մեր երեխաները, ձեր երեխաները գրաճանաչ են արդեն, այսպես գեղեցիկ արտասանում են, երգում են, պարում են, եւ ես կցանկանամ, ինչպես դուք կցանկանաք, որ նրանց հետ կապված բոլոր երազանքները դառնան իրականություն, որ մեր երեխաները ապրեն խաղաղ երկնքի ներքո, որ դառնան այն, ինչ դուք եք ուզում, ինչ մենք ենք ուզում, որ լինեն իրոք մեր հայրենիքի արժանի զավակներ։ Ապրեք երեխաներ, դուք այսօր շատ գեղեցիկ հանդես եկաք։ Ընկեր Գալստյանը շատ աշխատանք էր կատարել ձեզ հետ, եւ այդ աշխատանքը դուք գիտեք ինչպես այսօր ներկայացրել, որ մենք նստած հիանում ենք ձեզանով։ Շատ ապրեք։ Հանրակրթական որևէ դպրոց մտնելիս ես առանձնակի խանդավառակի զգացում եմ ապրում, զգացումն այն բանի, որ նախ վերհուշ եմ ապրում իմ անցած ապրած տարիների հեռվից դպրոցական իմ տարիները, վերհուշ ապրում իմ առաջին ուսուցիչներին, ընկեր Նիկոլյան Փայլոնին, շատ երեխի մնա, հետո նաև դպրոցն ավարտելուց հետո իմ վերջին ուսուցիչներին եւ ապրած տարիների այդ ամբողջ երկի մեջ առանձնակի պարտավորվածության զգացում ունեմ ինձ դասավանդած բոլոր դասարանների ուսուցիչների մանկավարժի մասնագիտությունը դա աստվածատուր մասնագիտություն։ Աստծո կողմից շնորհք պետք է ունենաս, որ կարողանաս այսքան երեխաների հետ աշխատել, վերել դարձնել գրաճանաչ, տարաճանաչ, կարդալ սովորեցնես, գրել սովորեցնես եւ դրան զուգահեռ այսպիսի գեղեցիկ աշխատանք ունենաս։ Դա իրոք պետք է պատիվ ունենաս, որ կարողանաս Եվ հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր մեր կրթօջախում աշխատում են հենց այդպիսի ուսուցիչներ, որոնք անվերապահորեն, անշահախնդիր, նվիրված աշխատում են դեսանքի, որի արդյունքը այսօր մենք տեսանք։ Մեծ բավականություն ստացանք Գալստյան, երեխաների խոսքը, գեղեցիկ, գրագետ, արտահայտիչ, ես գիտեմ, որքան դժվար է յուրաքանչյուր փոքրիկ մանուկի դաշտ աշխատել ենք անգամ այդ շարժի վրա, ինչպես պետք է քայլել, ինչպես պետք է գնալ, ինչպես պետք է գալ։ Շնորհակալ եմ ձեր աշխատանքին, շնորհակալ եմ ձեր նվիրված աշխատանքին։ Ես հպարտ եմ ղեկավարել այն կոլեկտիվը, որը հիմա կոչվում է Արարատ քաղաքի թիվ 4 սիվիլական։ Ես շնորհակալ եմ IS-ներից, ովքեր այստեղ բեմի վրա կանգնած են։ Հայրում են բոլորը,
գեղեցիկ էին բոլորը, արտասանում էին գեղեցիկ բոլորը, պարում երկում էին բոլորը, յուրաքանչյուրի երկենուց, բարելուց հետո հպարտացել են, սիրում են բոլորին երեխաներ, գրկում են, համբուրում են բոլորին, շատ դատեք, շնորհավորում եմ ձեզ, այո, այսօր դուք արդեն տարաճանաչ եք, արդեն կարողանում եք գրքեր կարդալ, չէ՞, հիմա ամռան ընկեր Գալստյանը ձեզ կհանձնարարի, որպեսզի հեքիաթներ կարդալու եք, ապրեք, շնորհակալ եմ, սիրելի ծնողներ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր երեխաների կրթությունը և դաստիարակությունը մեզ վստահելու համար։ Մենք փորձում ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, բայց մենք չենք կարող դա անել առանց ձեր օժանդակության, առանց ձեր օգնության։ Դուք մեզ էներգիա տվող այդ շարժիչ ուժն եք։ Եվ ամեն անգամ, երբ որ դուք շփտալով մտնում եք դպրոց, դա մեզ համար ամենամեծ գնահատանքն է։ Ինձ թվում է դրանից մեծ գնահատանք մեզ համար չկա։ Եվ ես ուզում եմ, որ դուք միշտ շփտալով մտնեք դպրոց։ Շնորհակալ եմ ձեզանից մեր հետ լինելու, մեր կողքին լինելու, դուք մեր թիկունքն եք, դուք մեր թևերն եք։ Որքան այդ թևերը մեզ հետ լինեն, մենք այդքան լավ բարձր կարող ենք բարձրանալ վերև։ Շնորհակալ եմ ձեզանից, որովհետև այդ ընտանիքները, որտեղ սեր և հարգանք կա դեպի դպրոցը, այդ երեխան բացառվում է, որ չսիրի չհարգի իր դպրոցը։ Հարգեք դպրոցը, սիրեք դպրոցը, որը ինչպես որ եղել եք ձեր տարիներին, թող այդ ավանդույթը շարունակվի մեր երեխաների հետ, որովհետև մենք որքան համախմբված իրար հետ աշխատենք, այդտեղ միայն շահելու է երեխան։ Իսկ այսօր մենք աշխատում ենք շահ երեխայի։ Մեր բոլորիս նպատակը դա է։